Բերեք միանգամից մի հանգամանք բարձենք։ Նժարը ստեղծվել է ընտրություններին մասնակցելու նպատակով։ Միանշանակ, այո, որովհետև նժարի կա անդամները, այդ բոլոր մարդիկ են, ովքեր տարբեր ֆորմատներով, տարբեր ձևաչափերով, տարբեր ժամանակներում փորձել են ինչ-որ բան անել փոփոխություն բերելու համար, տարբեր մասնագիտության տեր մարդիկ են, որոնք միամտաբար, ենթադրաբար կարծել են, որ առանց ուղիղ քաղաքականության մեջ ներգրավված լինելու ինչ-որ գործունեություն կարելի է իրականացնել ու դրանով վերագիտություն բերել կամ փոփոխություն ռեալ իրական հողի վրա փոփոխություն բերել, բայց կյանքը ցույց տվեց, որ դա հնարավոր չի։ Կամ դու որպես հասուն, գիտակից, ինքնորոշված քաղաքացի վերցնում ես քեզ վրա պատասխանատվություն եւ զբաղվում ես քաղաքականությամբ, կամ քաղաքականությունը զբաղվում է քեզանով ու դու ունենում ես այն, ինչ որ դու ունես այսօր։ Իսկ ինչ ունենք այսօր։ Բավականին ծանր վիճակ, ամենակարևոր հարցը երևի որ ինձ մեզ թիմակիցները, ընկերները ստիպեց մտնել նաև քաղաքականություն, այն էր, որ մենք նվազագույն քաղաքական, այսպես կազմավորումներ չունենք։ Մենք ունենք մարդ-կուսակցություններ, մենք ունենք մարդու շուրջ, շատ լավ գուցե մարդու շատ գիտակից մարդու շուրջ հավաքված կուսակցություններ։ Դե միշտ եք դուք էլ այդպեսին կդառնաք։ Չէ, ես այդպեսին չեմ դառնա, որովհետև ես շատ կարճ ժամանակով եմ գալու։ Լսողներին գուցե ովքեր չգիտեն, հա, ինձ իմ գործընկերները, թիմակիցները առաջադրել են որպես վարչապետի տեխնացու, բացատրելով դա հենց հիմք դնելով դա այն հարցը, որ ես պատրաստ չեմ երկար ժամանակ մնալ քաղաքականության մեջ, մենք ունենք շատ կոնկրետ ծրագիր, որպիսի հիմքերը լինեն ամուր, դու պիտի պետության հիմքերը լինեն ամուր, այ ելակետային տվյալները, այն ինչի վրա հիմնվում է պետությունը, պետության կառավարումը մասնավորապես, պիտի դրված լինի ճիշտ ելակետային տվյալներ։ Եթե ելակետային տվյալները ճիշտ չեն, մենք ունենում ենք այն, ինչ որ մենք ունենք։ Մենք հաջողացրել ենք ունենալ նախագահական կառավարման ձև, կիսանախագահական, պարլամենտական, տարբեր երկրներում, տասնյակ երկրներում դրանք հաջողել են, Հայաստանում դրանք ինչ որ ձևի հաջողացրել են չհաջողել։ Սա աբսուրդային իրավիճակ է։ Կարող է միանգամից փոխվել։ Պիտի փոխվի եւ մենք առաջարկում ենք մոդել, որի պայմաններում այլևս երբեք մեկ անձ անկախ իր ով լինելուց կամ ոչ նախագահական ինստիտուտ։ Ես անվանում այդպես չէի տա, որովհետեւ նման մոդել ամբողջությամբ նման մոդել չկա, սա նոր բնույթ է, որովհետեւ մենք ունենք դատական իշխանություն, մենք ունենք գործադիր իշխանություն, մենք ունենք օրենսդիր իշխանություն եւ ունենք նախագահ, որը ինստիտուտ, որը չես հասկանում ինչի համար է ու ինչով է ինքը զբաղված ընդհանրապես եւ բավականին երկար ժամանակ է, չգիտենք թե ինչի համար է այդ ստեղծված։ Ցանկացած կառավարման մոդելի դեպքում նախագահական, կիսանախագահական, պարլամենտական, ովքեր որ եկել են իշխանության, իրանք շատ գեղեցիկ կարողացել են զավթել ամբողջ իշխանությունը։ Բոլոր ժամանակներում, ասա Նիկոլ Փաշինյանի ոչ մտահաղացումն է, ոչ ֆանտազիաներն են, ոչ իր ձեռքբերումն է, ոչ իր աննախադեպությունն է, բոլոր ժամանակներում դատավորն էլ ա եղել իրանցը, դատախազն էլ ա եղել իրանցը, քննիչն էլ ա եղել իրանցը, հերոստանգերությունը, հանրային հերոստանգերությունն էլ ա եղել իրանցը, ասեք հակակոռուպցիոն մարմիններն են եղել իրանցը, այն որ ասում է իրանք են ու իրանք, ուրիշ մարդ չկա։ Եվ այդ process-ի վրա ազդելու հնարավորություն չկա։ Հենց հիմա էլ այդպես է, որովհետև անկախ նրանից թե դու ինչ մոդել ես ընտրում, եթե մոդելը ինքնին ի սկզբանե քեզ մոտ չի աշխատում, ինքը չի աշխատելու բոլոր պայմաններում։ Մեր առաջարկածը հետևյալն է. ստեղծել այս 3 մարմիններից զատ մեկ ինստիտուտ եւս, նախագահի ինստիտուտ ավելի շուտ փոխարինել պետական խորհրդով, որտեղ կլինեն 9 անձինք անկուսակցական մարդիկ, որոնք կլինեն, եթե կուզեք, չգիտեմ, լավագույններից լավագույնին առաջարկել պետական խորհուրդը, ինքը ռոտացիայով փոփոխություններ է տեղ ունենալու, ինքը նաև նշանակումներ է ունենալու, մասնավորապես օրինակ գլխավոր դատախազին չի կարող նշանակել օրվա վարչապետը, որովհետև գլխավոր դատախազը պետք է վերահսկի նաև վարչապետի հակաօրինական, հակասահմանադրական, հակապետական գործողությունների վերաբերյալ, պետք է ցանկացած ժամանակ հնարավորություն ունենա, այսինքն բավարար անկախություն ունենա, իրական անկախություն քրեական գործեր հարուցելու, բազմաթիվ դրվագներով, անունն էլ կարևոր չի։ Վարչապետների վերաբերյալ պիտի քրեական գործեր հարուցված լինեն, բայց դա հնարավոր չի այն պայմաններում, որտեղ ունենք մենք այսօր։ Այլ հակակոռուպցիոն մարմինների ղեկավարներին պիտի նշանակի պետական խորհուրդը։ Այսինքն մենք պիտի ունենանք լիազորությունների հստակ բաժանում, որի պայմաններում մենք անձ այլևս երբեք չի կարողանալու գալ ու զավթել իշխանությունը։ Այսինքն մեզ պետք է սահմանադրական փոփոխություն։ Անպայման, մեզ իսկապես պետք է սահմանադրական փոփոխություններ, բայց ոչ այն փոփոխությունները, որոնք առաջարկում է օրվա իշխանությունը։ Դե օրվա իշխանությունը իշխանության գալուց հետո ասում է, որ սահմանադրությունը պետք է փոխվի։ Հին անեկդոտ ասում է դուք էլ ասեք։ Ես ուրիշ ներբերանք եմ ուզում քննարկենք։ Սահմանադրական փոփոխությունը Հայաստանում ինչպիսի ձևակերպում էլ տրվի, արտաքին քաղաքական օրակարգ է, թե ներքին։
Ներքին պիտի օրակարգը լինի, դա պիտի լինի մեր առհասարակ սահմանադրությունը ինչի մասին է, պայմանավորվածություն հասարակության ներսում, ինչ խաղի կանոններ ենք մենք սահմանում։ Բայց մենք գիտենք դրսից եկող իմպուլսը։ Դրսից միշտ կա, գիտեք, այդ կոչվում է, պիտի ռուսերեն ասեմ, ներողություն եմ խնդրում, կոչվում է настройки по умолчанию։ Եթե դու ունես պետականություն, դրսից միշտ ամենամեծ, ամենահզոր, չգիտեմ, լավագույն պայմաններում, ամենալավագույն հարևանները ունեցող պետությունները անպայման ունեն настройки по умолчанию։ Ինչ որ մեկը կա, որ քեզ, բարին չի կամենում, այսպես ասենք։ Կան ինչ որ մարդիկ, ովքեր քեզանից եւ տարածք կարող ա ուզեն, եւ իրավունք, եւ լիազորություն, ինչ որ մի բան քեզանից ուզում են։ Զանգեզուրի միջանցք։ Եվ ոչ միայն, մեզանից այնքան բան։ Բայց երբ որ դու ունես քո հստակ պատկերացումները, թե դու ինչպես պիտի առաջնորդվես եւ ինչպես պիտի կարգավորես այդ խնդիրները ներսում առնվազն, երբ որ դու ունես մեխանիզմ, որի պայմաններում մեկ անց չի որոշում կայացնելու, իսկ մեր առաջարկած պայմաններում այ պետխորհուրդը ինքը ունենալու է նաեւ վետո իրավունք, ինչով անվտանգության բարձիկ է ստեղծում օրվա վարչապետի համար։ Ասելա թե վարչապետը կարող է ցանկացած փաստաթուղթ ստորագրի ճնշումների ներքո, սպառնալիքների ներքո, հազար ու մի պատմություն կարա լինի։ Լավ, նժարը հաջողեց, հասկանալի է, ինչ ճանապարհով է գնում։ Չհաջողեց, գնում է արխիվ, կներեք։ Չէ, որովհետև մեր նպատակը շատ ավելի մեծաշատկի է։ Շատ է եղել այդպես, գիտեք, չէ՞, եկել։ Հա, գիտեմ։ Ընտրական շեմը զարդարել են, բայց հետո Չէ, մենք տրամադրված ենք հավաքվել, իսկապես, լավ, եկեք մի քիչ էս կողմից կամ, իսկապես Հայաստանի Հանրապետություն կամ մեծ թվով մարդիկ, ովքեր եւ ոլորտի առումով տարբեր ոլորտներում, որոնք եւ պրոֆեսիոնալ են, եւ արժե համակարգ գրող են, եւ ունեն ցանկություն մասնակցելու այդ process-ներին, բայց ավանդաբար դա եղել է ոնց, հա, ասենց արմունկներով իրար հրելով կամ շատ փողով առնելով, ծախելով, ասենց ինչ-որ իրավիճակ է։ Այ մենք փորձում ենք բոլոր ազնիվ, պարկեշտ, նորմալ, adekvat մարդկանց, ես հասկանում եմ, որ դա ժպիտ կարող է առաջացնի, որովհետև դա շատ ասենց ռոմանտիզմ ինչ-որ էլեմենտ կարող է մեջ լինի, բայց այդ դա հնարավոր է իսկապես անել։ Կամ մենք մի անգամ որոշում ենք այդ քայլը անում ենք առաջ ու կարողանում ենք հաղթահարել այս խնդիրները, կամ, չգիտեմ, ի վերջո որոշում կայացնողը ժողովուրդն է։ Շատերը տենց բանով են, հա, հեգնանքով են վերաբերվում, թե ժողովուրդը ինչ պիտի անի։ Եթե ժողովրդի ձայնը կարևորություն չունենար, տարբեր նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ իրանց պատեպատ տալու ասուլիսներ չէին տալու ու ձայների հետևից չէին վազելու։ Ժողովրդի ձայնը իրականության մեջ շատ մեծ նշանակություն ունի։ Եվ երբ ասում են օրինակ, ասենք Ռուսաստանը համաձայն չի, Միացյալ Նահանգները, Եվրոպա, ինչ որ մեկը համաձայն չեն, այս ինչ կերպարի հետ, այն ինչ կերպարի հետ, ցանկացած ամենահզոր երկիրը ինքը ընդունելու է մեր խաղի կանոնները, եթե ժողովուրդը իսկապես ունեցավ իր մասնակցությունը եւ ձայն տվեց որևիցե մի տեխնացուի։ Այնպես որ ժողովրդի ձայնը իրականության մեջ շատ մեծ նշանակություն ունի եւ մենք կարող ենք ազդել ընթացքի վրա։ Շատ լավ։ Երկրորդ նախագահը երեք արդեն մատնանշեց ֆավորիտներին ընտրական։ Դուք չկայեք այդ ցանկում։ Դե ես չեմ էլ ակնկալում լինել իր պատկերացրած ֆավորիտների մեջ, առհասարակ հայտի տենց ֆրազ կար, հա, 18-ից մնացած, ասում դուք չեք տիրապետում իրավիճակին, ես նույնը պիտի ասեմ պարոն Քոչարյան, դուք իսկապես պարոն Քոչարյանը չի տիրապետում իրավիճակին, ինքը չի պատկերացնում, որ ինչ աստիճանի բացասական վատ բառ չասեմ, բացասական վերաբերմունք կա իր նկատմամբ հասարակության ներսում ամենա ճիշտ եք ասում, շատ ճիշտ եք ասում, այո, որովհետև սև ու սպիտակը շատ ճիշտ խաղարկվեց եւ ես կարծում եմ, որ դա պատահական չխաղարկվեց, սև սպիտակ նախկիններ ներկաներ եւ այդ ընտրության մեջ, երբ որ բոլոր հնարավոր ձևերով փորձեցին անտեսանելի դարձնել մնացած բոլոր խաղացողներին, հա, նաև հանուն արդարության պետք է ասել, որ այնտեղ միասնականության հնարավորություն չկար։ Ի տարբերություն 21 թվականի ընտրություններին, մենք իսկապես հիմա փորձում ենք հավաքել շատ ու շատ մարդկանց, ազնիվ ու պարկեշտ մարդկանց, թիմերին, որոնք որ դաշտում կան եւ փորձենք միասնական, գիտեք, տարբեր լսումներ են լինում, տարբեր քննարկումներ են ֆորմատներով լինում, մենք իսկապես փորձելու ենք հավաքել թիմ, որը լայն իմաստով թիմ, որը դες դա է պատճառը ներողություն, որ մենք ոչ թե կուսակցություն ենք հիմնադրել, ոչ թե կուսակցական ծրագիր ունենք, որտեղ մեր պատկերացումը դա վերկուսակցական է, մենք առանձին կուսակցական ծրագիր նպատակարար չեն գտնում առաջարկելու։ Եվ դա հնարավորություն է տալիս շարժմանը հավաքել տարբեր կուսակցությունների, տարբեր խմբերի թիմերի մարդկանց եւ ավելի հզոր դուրս գալ։ Իսկ քանի պարոն Քոչարյանը կա, Նիկոլ Փաշինյանը թագավորի պես ապրելու է, որովհետև իր ֆոնին Նիկոլ Փաշինյանը գուցե եւ շատ լավ կերևա։ Ես հասկանում եմ, որ այդ մարդը չի ընկալում, որ իրան չեն ընդունում, որովհետև ինքը այն
էլի կներեք ռուսերեն բառ պիտի ասեմ, իր ուսկի կրուգոմ նստած, որտեղ իրան բոլորը ծափահարում են, իրանով բոլորը հիանում են, իր տենց միակ տղամարդ կատեգորիայի մեջ են իրան ընկալում, իրան էլ թվում է բոլորն են այդպես մտածում, պարոն Քոչարյան, բոլորը չի որ այդպես են մտածում, հավատացեք, ճնշող մեծամասնությունը այդպես չի մտածում, այլապես դուք կունենայիք ոչ թե 28 падգամավորի մանդատ կունենայիք, այլ կունենայիք ինչքան ունի բանը Նիկոլը, այդ